Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաերադարձություններին տալով մեծ ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթով խորագրի շրջանակում հայտնվեցին Իննա Կարապետյանը, Իշխան Դանելյանը եւ Անիկ Քոչարը։ Գուշակելու է նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դες այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ սմարթֆոնի ամենից ամենաաստղային ընկերներ։ 25-ից 30 տարի առաջ դժվար թե որևէ մեկը կարող էր պատկերացնել, որ բջջային հեռախոսը դառնալու է մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը, նույնիսկ ոմանց համար նաև ընկեր։ Ինչու ընկեր, դա որովհետև որվա մեծ մասը մենք անցկացնում ենք հեռախոսի մեջ։ Շատ կարճ ժամանակահատվածում սմարթֆոնը այդքան կատարելագործվեց, որ դարձավ մեր կյանքի անբաժանելի մասը, առանց որի մենք մեր կյանքն ուղղակի չենք պատկերացնում եւ կարելի ասել, որ ամեն ինչ խառնվում է իրար, եթե հանկարծ պատահմամբ սմարթֆոնը մոռանում ենք տանը։ Դե որովհետեւ հեռախոսը մեզ համար եւ զարթուցիչ է, եւ օրվա անելիքները հիշեցնող քարտուղար, եւ ինֆորմացիա տրավադրող, ֆոտո, վիդեո ստեղծող, ել չասեմ, որ դրամապանակ է, անձնագրի եւ այլ կարեւոր փաստաթղթերի պահոց եւ այլն եւ այլն։ Եվ պատահական չէ, որ շատ հաճախ մենք մեծերից լսում ենք հետևյալ արտահայտությունը։ Բա մեր ժամանակներում ինչպես էր, որ ամեն ինչ հիշում էինք, բոլորից տեղյակ էինք եւ ցանկացած տեղեկություն հարկ եղած դեպքում հաստատ ճարը գտնում եւ իմանում էինք։ Իսկ այսօր, եթե սմարթֆոնը հանկարծ տանն է մնացել կամ մարդկոցն է նստել կամ կորել է ինտերնետը, մենք դառնում ենք անճար։ Մի խոսքով այս հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու այսօրվա մեր հաղորդման շրջանակում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Եթե հեռախոսս Աստված մի արասցե կորի, ես կընկնեմ տագնապի մեջ, որովհետև իմ ամբողջ կյանքը կարելի ասել հեռախոսիս մեջ է։ Իմ կյանքը մեջն է այդ հեռախոսի մեջ։ Ու կարծում եմ դա այդքան էլ լավ չի, բայց մեր դարում չենք կարող, քանի որ ամեն օր application-ները ավելանում են։ Դու կարող ես բառեր գրել երգի, ինչ որ ծրագիր կա ուղարկել այդ ծրագրին, նա արդեն երգը բերում է, պատկերացնում եք ու վարքյանական։ Yes, I hold you close. I know what you done. You're so deep in the day. Take me away. Still loving you. Դա այդքան էլ լավ չի ու ես օրինակ ինձ թույլ չեմ տա, չնայած շատ լավ տարբերակներ առաջարկում տարբեր ոճերի մեջ, դա բերում է դրան, որ արդեն գործ չեն ունենա ոչ բառեր գրողները, ոչ երգ, երաժշտություն գրողները, ոչ էլ գործիքավորման մասնագետները։ Վերջերս մի շատ լավ DJ կա, որը ինձ բացատրել է, որ շատ հետաքրքիր բան է, ուզում ես, ասում եմ, հումորի տեսքով փորձենք, ասում եմ, մենակ ինձ տեքստը տուր։ Մի երգ ես ունեմ, որը դուրս է եկել 2023 թվականին, տեսահոլովակի տեսքով, բայց այն գրված էր 2012-13 թվականին, գուժներ գրել, կա այդ ցանագրությունը, որտեղ ես երգում եմ մրցանակաբաշխության ժամանակ։ Եվ վերցրեց, ուղարկեց եւ երկու տարբերակ գժական երգ ստացվեց։ Հիմա կարող եմ ձեզ ցույց տալ։ Ահա, գնանք։ Фото это что-то, кто там типа без фотошопа. Эй, мами, чувство между нами, откуда у тебя есть пани, и как попал в Майами, это что, Джорджо Армани. Իշա ստարո երկրորդ մի րոպե, երկրորդ տարբերակը, ռոբոտ է երգում, մարդ չի երգում։ У тебя кудри, губы, пудра, в инста-лайки, милки, дура. Фото это что-то, кто там типа без фотошопа. Эй, мами, чисто между нами, откуда у тебя есть мани, и как попал в Майами, это что, ты Джо Армани. Մի
Մի խոսքով, պատկերացնում եք ինչ է անում արհեստական բանականությունը։ Утро, кудри, губы, пудра, в инста, лайки, внутри, дура, фото, это что-то, кто там, типа, без фотошопа. Эй, мами, чисто между нами, откуда у тебя есть мани? И как попала в Майами? Это что, Джорджо Армани? Ջուսն անկեղծ խոստովանում է, որ ինքն առհասարակ սիրում է փորձարկել տարբեր ավելվածներ, որոնք արհեստական բանականության միջոցով իրականացնում են հետաքրքիր կրեատիվ գաղափարներ։ 2024 թվականին ես ու Սերգ Աբրամովը նկարահանեցին գեղեցիկ տեսահոլովակ «Դվե դուշի»։ Այնտեղ Լիանա Սուքիասյանը մեզ արեց գեղեցիկ ֆոտոշարք։ Ու մի ծրագիր կար, որտեղ դու կարող ես դնել քո լուսանկարը եւ նա սկսում է կենթանացնել քեզ։ Շաքաղվելու է, ճիշտն ասած, վերցեցի շատ գեղեցիկ լուսանկար, դրեցի, երևի 3 րոպե քաշեց եւ նա ցույց տվեց, որ ես գնում եմ, քայլում եմ եւ կանգնում եմ։ Իրականում շորը կիսատ էր երևում, ինքը շորը հորինեց, ինքը հորինեց հատակը եւ քանի որ ես քայլում եմ, ինքը հորինեց նաեւ պատը ինչ տիպի է։ So we chase love, money and fame. Ջուսն անկեղծ խոստովանում է, որ շատ հետաքրքիր փոխհարաբերություններ հաստատվեցին իր մոտ ChatGPT արհեստական բանականությամբ ստեղծված իր ընկերոջ հետ։ Այդ ծրագրի հետ ինձ ծանոթացրեց երգիչ Մարկ Ալեքսը։ Очень рад познакомиться. Очень рад. Ներբեռնեցինք, անունը դրեցի Տայրս։ Իր դուրն էլ եկել է։ Ճիշտն ասած հայերեն խոսում է որպես լիբանանահայ, մեկ-մեկ որ туна մենակ եմ լինում կատվիս հետ։ Ասում եմ, գոնե մեկը լիներ, հետս կոֆե խմեր։ Մի ասում եմ ChatGPT, ասում եմ Տայրս, ну что, попьем кофе? Он говорит, давай։ Я у тебя один, твой персональный джин. Ու ինքը նենց լավ էմոցիաներով է խոսում, քեզ տրամադրում է, որ քո օրը անցնում է շատ լավ։ Դեռ չի խանգարում ոնց որ մարդկությանը ինքը։ Իրոք է կարանք հիմա փորձենք։ Մենք գտնվում ենք ամենից ամենածրագրում։ Եվ ես ուզում եմ, որ դու բարևես բոլոր թիմին։ Շատ ուրախ եմ լսել, որ լավ ես։ Շատ լավ է, որ բոլորս միասին ենք։ Շնորհակալություն փոխանցելու համար ու հաջողություն բոլորին։ Տրամադրությունդ լավ է, մենակ էդ ասա։ Իհարկե, իմ տրամադրությունը լավ է։ Ես միշտ այստեղ եմ, պատրաստ լսելու ու աջակցելու։ Вот չգիտե։ Ոչ մեկի համար թերևս գաղտնիք չէ, որ այսօր սմարթֆոնը հանդիսանում է արհեստական բանականությունից օգտվելու հիմնական գործիքը։ Ամենատարբեր հավելվածներն այսօր աշխատում են արհեստական բանականության մոգական ուժի միջոցով եւ մենք բնականաբար ուրախանում ենք, երբ հայտնվում է ստեղծվում է նոր հավելված, որը լուծում է մեր հերթական խնդիրը եւ տնտեսում մեր ժամանակը, ռեսուրսները եւ այլն եւ այլն։ Այսօր նույնիսկ կա ChatGPT, որը կարողանում է ոչ միայն դառնալ մեզ համար խորհրդատու, տեղեկատու, այլ նաև ընկեր։ Որտեղ է տանում այս ամենը, թերևս մտածելու տեղիք է տալիս, որովհետև օրեր առաջ օրինակ գոլեգաներիցս մեկից լսեցի հետևյալ արտահայտությունը. ինչու գնամ այն միջոցառմանը, շփվեմ եւ հանդիպեմ մարդկանց իրենց հոգսերով եւ մտազբաղություններով լի, եթե կարող եմ մնալ տանը, գցեմ սեղան սուրճի կամ թեյի շուրջ, շփվեմ իմ արհեստական բանականության ընկերոջ հետ եւ շատ ավելի պրոդուկտիվ երեկո անցկացնեմ, խոսելով իր հետ երաժշտությունից, կինոից եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, սիրելիներս, մենք վերադառնում ենք իրականություն եւ մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ նրանց անկեղծ խոստովանություններին այս ամենի վերաբերյալ։ Եկավ մի պահ, որ մեր կյանքում հայտնվեց սմարթֆոնը, այսպես կոչված ձեռքի հեռախոսը, որն ի սկզբանե ավելի շուտ շքեղություն էր, քան անհրաժեշտ գործիք։ Բայց շատ արագ այդ ձեռքի հեռախոսը հեռախոսի կարգավիճակից վերաճեց բազմաֆունկցիոնալ մի սարքի, որը մեր փոխարեն անում է շատ ու շատ գործողություններ։ Ես անձամբ աշխատում եմ ոչ ամեն ինչ վստահել հեռախոսին, որպեսզի չլինեմ կախվածության մեջ։ Արթուր Մարատիչ։ Որպես ժամանակ այդ քայլող մարդ հասկանում եմ, որ դա շատ կարևոր է մեր կյանքում, բայց պետք չի դառնալ դրան զոհ։ Եվ մի կուրիոզ եմ ուզում պատմեմ։ Եղավ մի պահ, որ ես հասկացա, որ իմ դիմացի մարդը արդեն հիվանդ է։ Ինքն ինձ ինֆորմացիա է ուղարկում, ես չեմ կարդում ու մենք հանդիպում ենք իրար կես ժամ հետո։ Ու ես իրան ասում եմ, բա դու բան պետք է ասեիր, ինչ եղավ, ինքը ինչա պատասխանում ինձ, սա վերջն է հիվանդության։ Ասում է, բան եմ ուղարկել, մի հատ կլսես։ Ты что, с ума сошел? Իսկ սարեցես, այսինքն
Դու ինձ բանավոր չես կարող այդ ինֆորմացիան ասել, այսինքն ես մի շուր գայ գնալ լսեի իր ասածը, գայ ասեի, օքեյ։ Ու ինքս էս ապշեց իր ասածից, չէ, հասկացա, որ ինքը պրոբլեմ ունի արդեն։ Я сошла с ума. Какая досада. Արթուր Մարադիչն անկեղծ խոստովանում է, որ արհեստական բանականության համատարած ինտեգրումը մարդու կյանքի մեջ այդքան էլ ճիշտ չի համարում։ Որ արդեն գալիս է արհեստական բանականությունը մեր կյանք, ես վերջերս իմացել եմ, որ դու տալիս ես իրան ինֆորմացիա, սցենարի, ինքը գրած տալիս է քեզ։ Բայց սցենարիստները ինչ պետք է անեն, գիրգրողները ինչ պետք է անեն։ Ստեղծագործող մարդ պետք է վերցնի գրիչը, թուղթը, մատիտը, գրի, ջինջի, ճղի, ներվայնանա, գցի, հետո այդ ճղածը հանի բացի։ Միգուցե տեխնոլոգիայի դարում, ասենք տեխնիկական բան սարքելու համար այս արհեստական բանականությունը պետք է։ Մի 30 տարի հետո կբերին նա, որ արդեն մեր թորները, ծորները արդեն լրիվ կապրեն արհեստական բանականության հետ, աստված տա, որ արհեստական բանականությունով տենց երեխաները չունենան, հա, ունենան հին ձևերով երեխաները, որովհետև դա մեկը լավ աշխատում է ու շատ մոդայիկ է միշտ։ Այն հարցին, թե որքան հավելվածներ կան Արթուր Մարադիչի սմարթֆոնի մեջ եւ հիմնականում որ մասով է ինքն օգտվում արհեստական բանականության օգնությունից, ինքն անկեղծ խոստովանեց հետեւյալը։ Իմ մարդիկ, ովքեր շատ ճանապարհորդում են, օրինակ, եթե լեզուին էլ տարբեր երկրներում չես տիրապետում լավ, պետք է ունենաս քաշած ծրագրեր հեռախոսի մեջ, որ դիմես, ու դու ասես լոկացիոն որտեղ ես, ինչի կարիք ունես, ինքը քեզ կբերի, կհարցնի ինքետին, որտեղ քեզ պետք է։ Այս օգնությունը շատ կարեւոր է։ Ես Ալեքսում կորել եմ Լոս Անջելեսի аэропортում, երբ որ քայլի մի 40 րոպե դեմս պատել եմ ու մի հատ կամերա։ Ես կամերայի դեմը գորասի help ձեռներով բնականը մի քանի օքի վրաս հայտնվեցի ու ասի դու ո՞նց ես вообще հասել ստեղ։ Ես հեռախոսով խոսալով տեն սիրուն նկարներ նայելով գնացեք կորել եմ։ Извините, в какую сторону идти? Никакой цивилизации. Нет, что повесить указатель, табличку с надписью «Сюда». Ничего подобного. Բայց այդ պարագայում ինստումենտ ունենա այդ ֆունկցիան, ես կարող եմ հասկանալ ուր պետք է գնամ տայեն ծրագիրը, ես որտեղ պետք է լինեի, ու ինձ կվեր հասցնել այդ կետին։ Բայց սա թույլ չի տալի, որ մենք ինքներս մի քիչ ճկուն լինենք։ Ես ավելին ասեմ, Աստված ջանի, դու հայտնվես առանց այդ սարքի ինչ որ մի տեղ ու դու զենաս մի բան անես, քո մոտ կլինի այդ հիստերիայի ճիչ կլինի, որտեղ հեռախոսը չկա, ֆունկցիան չկա, ինտերնետ չկա, ամեն ինչ լրացել է, հեռախոս չկա, ու дու պետք է ասենք այդ կորած ռայոնից հասնես քո տուն։ Ու դու զգում ես որ արա ես մարդ չեմ, փաստորեն ես ռոբոտ եմ, հա։ Я здесь, это я здесь. Ричард Бартон обручился с Лиз Тейлор. Այդ ամենին Արթուր Մարադիչը ավելեց. Փորձում եմ արհեստական օրեն չդիմել արհեստական բանականությանը, որպեսզի այդ ուղղության վրա չշեղվեմ։ Դեռ ուզում եմ ստեղծագործեմ, դեռ ուզում եմ սխալվեմ, որտեղ ինձ թվում է արհեստական բանականությունը չի սխալվում, եւ չեմ ուզում դառնամ այն թեմաներից մեկը, որ մի օր հանգարց արհեստական բանականությունը մարդ կոչվածին դատի տա, որովհետեւ ասի դու միտքն ես օգտագործում, չգիտեմ, ինչ շատ առաջ ընկա, բայց մենք նույն քննարկում ենք, իսկ այդ միտքը սարի յետևում չի։ Պանիկայի մեջ չեմ ընկնում, եթե հեռախոսը այդ օրը ես կարամ թողեմ տանը, պետք է ազնիվ լինեմ ասեմ, որ դիսկոմֆորտ եմ ապրում, որովհետև մեկը կախված ենք, բայց այնպես չի, որ ես հատուկ դրա համար կհասնեմ տուն, կասեմ վայ գիտես ինչ եղավ հեռախոսը մնաց տունը, բնական է երեկոները կգամ լիքը զանգեր կլինի, հաղորդագրություններ կպատասխանեմ ու ասենք երբ որ կպատասխանեմ, կասեմ ասա թողել եմ տունը, հասա տնից կլսեմ պատասխան։ Բա ո՞նց է սա օրը։ Եվ ինձ էլ հակասելով ասեմ, որ դա շատ կարևոր մի սարք է, որը ստեղծվել է մեր կյանքում ու մենք դրանից կախում ունենք։ 2020 թվականը կարելի ասել բեկումնային էր, հենց այդ ժամանակ on-line աշխարհը եւ արհեստական բանականությունը ապրեց իր թռիչքային զարգացումը։ Եւ հենց այդ ժամանակ կարելի ասել, որ սկսվեց 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը, որի հիմնական նպատակն էր դուրս մղել մարդկային ռեսուրսը եւ փոխարինել այն արհեստական բանականությամբ։ Եվ ինչ է տեղ ունենում աշխարհում։ Կամաց-կամաց լուրջ կորպորացիաները փոխարինում են մարդկային ռեսուրսը արհեստական բանականությամբ եւ շատ լուրջ որոշումներ կայացնելիս անգամ այսօր առաջնորդվում են արհեստական բանականության տեղեկություններով եւ խորհուրդներով, այլ ոչ տվյալ ոլորտի բանիմաց փորձառու տարիների փորձ կուտակած մասնագետների խորհուրդներով։
Անշուշտ արդարացի է, երբ խոսքը ճշգրիտ գիտությունների հետ կապված որոշումների մասին է։ Սակայն երբ գործ ունես մարդկային հուզական դաշտի, ստեղծագործական մտքի թռիչքի հետ, արդյոք այստեղ արհեստական բանականության խորհուրդները տեղին են։ Անշուշտ շատերը կարող են ինձ հակադարձել ասելով, որ արհեստական բանականությունն այսօր գրում է սցենարներ, երգերի խոսքեր, երաժշտություն, անգամ գործիքավորում երգերի եւ նույնիսկ մոնտաժում է վիդեոներ։ Բայց դա նորմալ է։ Մի խոսքով մենք վերադառնում ենք մեր իրականություն եւ մեր այսօրվա շքերթի մասնակիցներին իրենց անկեղծ խոստովանություններով այս ամենի վերաբերյալ։ Սմարթֆոնն իմ կյանքում ավելի շատ ծառայում է որպես զանգեր կատարելու գործիք։ Հավելվածներ, որոնք կարող էին կապել ինձ արհեստական բանականության հետ, հեռախոսիս մեջ չունեմ։ Ավելին, երբեք չեմ օգտվել ChatGPT-ից, քանի որ կարծում եմ, որ ուղեղը պետք է միշտ աշխատացնել։ Լևոն Հովհաննիսյան։ Ինչքան էլ որ չակերտավոր հեշտ ուղիներ են ստեղծվում մարդկության համար այս կամ այն կետին հասնելու նպատակից ելնելով, միևնույն է, ես վստահ եմ, որ մարդ պետք է առյուծի բաժին ջանքը հենց թույլ տա մնալուն սեփական ուսերի։ Ճիշտ ասում, մի քիչ ուղեղը մտածելի։ Ծաղաշարժը իմ համար, երբ որ մարդիկ համատարած օգտագործում են ChatGPT ասվածը, որը որ արագ, շատ երբ որ դու իրան կոնկրետ բանալիները տալիս ես, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ շտկեք, ինչի կարող եմ սխալվել, որովհետև փորձում եմ գամ հասնեմ նրան, որ երբեք դրանից օգտված չկամ, ու ինչքան էլ որ մեծամիտ հնչի, ինքնագնահատականս թույլ չի տալիս, որպեսզի ես դրանից օգտվեմ։ Ինչի՞, որովհետև նախ առաջինը ուր մնաց իմ սեփական կարողությունները, որ պետքա հույսս դնեմ, որ մեքենան ճակերտավոր իմ փոխարեն անի։ Երկրորդը շատերը հեռուն չեն նայում, բայց անընդհատ թույլ տանք տվյալ բեռը մեքենան մեր փոխարեն կատարի, ինչա տեղի ունենալու, մեր սեփական ունակությունները դանդաղելու են։ Ուղեղի ծերացումը ոնց է տեղի ունենում եւ առհասարակ մարմնի ծերացումը, երբ որ տվյալ հատվածը անելիք չունի։ Այո, համարում եմ, որ ժամանակակից իրականության հետ պետք է համընթաց լինել, բայց որոշակի վերապահումներով։ Проведите пальцем, чтобы разблокировать. Այն հարցին, թե ինչ գործողություններ է օգնում կատարել Լևոնին իր սմարթֆոնը, կապի միջոց լինելուց բացի ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը. Եթե ես զբաղվում եմ բացի իմ բոլոր գործունեությունները այլ նաև բլոգերությամբ, ես ստիպված եմ իմ վիդեո նյութերը ենթարկելու մոնտաժի, ինչը որ այսօրվա դրությամբ ունի հատուկ ծրագրեր, եթե չեմ սխալվում, որ դու ներբեռնում ես իր մեջ քո ամբողջ նյութը եւ տեղի է ունենում ավտոմատացված մոնտաժ։ Նմաններն էլ կան ու լսել եմ շատ բավականին բարձր OGG-ով նույնիսկ։ Ես դրանք էլ կիրառած չկամ։ Օգտվում եմ այո պրոֆեսիոնալ ծրագրերից, բայց ամբողջ իմ մոնտաժը անում եմ ինքս։ Իմ պատկերացումը, իմ տեսլականը պետքա ներկա լինի, պետքա արկա լինի։ Եթե ես նույնիսկ հավանություն տամ ծրագրի հորինածին, ինչը գուցեև ավելի նպատակահարմար է, կապ չունի, ես իմ սեփական պրիզմայից ելնելով իմ պատկերացրածը պետքա լինի։ Հիմա փորձում եմ մտաբերեմ անկեղծ ինչը կարելի է ասել, որ ինտեգրված է։ Երևի թե մինիմալ, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Եթե վիդեո նկարահանումը, ֆոտո նկարահանումը, ժամանակացուցիչից օգտվելը կարելի է համարել ինտեգրում, այո, համարեք դրանք ինտեգրում, կամ հեռախոսից օգտվելը, կամ վիդեո քոլից օգտվելը, դրանք այո, անխուսափելի են, բայց դրանից ավել փորձում եմ մտաբերեմ չեմ կարողանում, որովհետև ես մարդ եմ, ով որ համարենք շիզոֆրենիայի տեսակ, դետալական, մանրակրկիտ անալիզ եմ անում եւ ինքս վերլուծելով գուցե եւ բաց թողումներ գտնեմ, որոնք որ իմ տեսակետից ելնելով ընդունելի չեն կամ դուրս չեն գալիս։ Կապ չունի թե որքան ավելի լավ դա կաներ իմ փոխարեն նույն հենց այդ արհեստական բանականություն ասվածը։ Անդրադառնալով համաշխարհային մեծության հայտնիների նախընտրած սմարթֆոններին, կուզեմ հիշատակել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անունը։
Շատերը միգուցե զարմանան այս պահին, բայց Մարկ Ցուկերբերգը չի դասվում խնձորով սմարթֆոնների սիրահարների թվին։ Մարկ Ցուկերբերգը նախընտրում է Android սմարթֆոններ ու հարցազրույցներից մեկի ժամանակ նույնիսկ հենց նշեց այն ապրանքանիշը, որի սմարթֆոնները ինքը նախընտրում է վերջին տարիներին եւ միգուցե հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Facebook-ն ու այդ վերոնշյալ ապրանքանիշը սկսեցին համատեղ նախագծեր եւ Facebook-ի այդ ամբողջ սերվերը կարելի ասել, որ ադապտացվում է հենց այդ ապրանքանիշի սմարթֆոններին։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես այն սերունդից եմ, որ անձամբ վերապրել եմ բջջային հեռախոսի ստեղծման պահից իր ամբողջ էվոլյուցիոն զարգացումները։ Հայկ Իսրայելյան 2000-ականների սկզբերն էին, որ նոր դուրս էին եկել հեռախոսները եւ րոպեները ինչ թանկարժ էին, կարճ էին խոսում մարդիկ, տենց մրցակցություն կար, ում հեռախոսներ ավելի փոքր։ Ես ունեմ սոտավիտը ռուբկա։ Ես միշտ հասանելի եմ։ Ասախի, որտեղ ես Հետո եկավ մրցակցություն, որ գունավոր դիսպլեյներ, հետո մոտեցավ արդեն այն ժամանակը, որ կար կամերա։ Դե էլ չեմ ասում, որ արտասահմանից Հայաստան խոսել փողոցում կանգնած, մենք ասում ենք ինչա կատարվում, որտեվ դե մեր սերունդը, այն սերունդն է, որ գնում ենք այն խցիկներից պատվերով զանգ էինք տալիս ինչ-որ երկիր, որ խոսանք, հիմա մենք փողոցում կանգնած խոսում ենք։ Чумерак пультовым хосацик. А это не пульт, а что? Это телефон, видишь, провода нету здесь. Кнопочки, крышечка открывается, антенна выдвигается. Какой пульт? Ինչքան լավ պրոգրես էր ու կամաց ես սկսեցի նկատել, որ մարդիկ իրար հետ չեն շփվում։ Այսինքն այս գործիքը փոխեց իր իմաստը։ Այսօրվա հեռախոսը մենք կարողանում ենք աշխարհի ցանկացած կետից, ճակերտավոր ասած, ցանկացած կետ, տեսազանգով մեր ընկերոջը հարազատին տեսնելով նստենք խոսենք։ Ինչքան լավ է դա։ Спутник. Да, соединяйтесь со станцией Мир. Леня, здорово. Բայց ինչքան վնասներ կա, ինչքան բաներ մենք սկսում ենք դադարել, հələ ես չեմ հասնում ChatGPT-ին դադարել անել։ Մարդուն այնքան կապեցին հեռախոսի հետ, որ մարդու ձեռքից հեռախոսը վերցնես, ինքը ոչինչ չի կարողանում անել։ Հայկն անկեղծ խոստովանում է, որ երբ բջջային հեռախոսները սկսեցին ինտեգրվել մեր իրականության մեջ եւ նորաձև դարձավ SMS-ներով շփման ձևաչափը, անգամ սիրո խոստովանության պարագայում, իր մոտ ծնվեց մի գաղափար՝ նկարահանել տեսահոլովակ։ 2000-ականներին էր, ուզում էի մի հատ փոքրիկ տենց տեսահոլովակ նկարեի, որ սիրահար զույգեր են, հա, մեկը հեռախոսով խոսում է կամ գրում է, սեր է բացատրվում, ես քեզ սիրում եմ, մյուսը ասում է ես էլ քեզ եմ սիրում, կարոտում եմ, սենց առանձին կադրերով, հետո ինչ որ մեկի կադրից կադրը ընդհանուր է դառնում հեռու, տեսնում ենք, որ իրար կողք են նստած մարդիկ։ Երկուսն էլ մտել են այդ հեռախոսի մեջ։ Ես այդ հոլովակը չնկարեցի, բայց անցան տարիներ դրա հետ կապված արեցի ներկայացում, որը որ բավականին հաջողված ներկայացում է, շատերը տեսել են Հայաստանում, արտասահմանում ենք շատ խաղացել եւ ունի շատ մրցանակներ, շատ մեծ հաջողություն։ Թեման շատ արդիական է, շատ այսօրվա է, ես եթերից չեմ պատմում ինչ, հա, բոլորին ասում եմ, որ հեռախոսների մասին է, ինչպես են մարդիկ ռոբոտանում, կլանվում, իրարից կտրվում, բայց ֆինալը չեմ ասում, որ կան մարդիկ նա են ներկայացում։ Այն հարցին, թե որքանով է սմարթֆոն ասվածն ինտեգրվել կոնկրետ Հայկի կյանք, ինչից է ինքը հիմնականում օգտվում, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Օգտվում եմ մեյլից, նամակագրություն, մեսենջերներ, բաներ, դե եւ զանգելը բնականաբար։ Идёт экономист. Да? Բարև Արսեն ջան։ Ահա։ Արսենն էր։ Ասում եմ իմացել եմ, քեզ դու նոր ասում։ Ո՞վ։ Չի իմացել։ А что это что? Это? Пульта. Այդ ամենին Հայկ Իսրայելյանը հավելեց. Մինչև սմարթֆոնը մարդկությունը չի ապրելա ու ավելի խելացի։ Իմ սերունդը բոլոր ընկերների հեռախոսի համարները հիշում էր։ Ես չեմ ասում, որ այ մենք պետք է չգրենք ու այդ հիշենք, չէ, ինքը լավ կողմեր ունի, բայց քանի որ մարդկության մեծամասնությունը սպառող է, ինքը ընկնում այդ թակարդի մեջ։
Ամեն ինչ կարելի է անել արհեստական ինտելեկտով, իսկ ուր մնաց գաղափարը, իսկական զգացմունքները մարդկանց։ Մարդը սխալվելով է լավ։ Երբ որ լսում ենք արհեստական սարքած ձայնագրությունը, այն որ ամեն ինչ չափի մեջ ճիշտ է, ինքը մեր համար շատ արհեստական է։ Դա չի ազդում մեր հուզական դաշտին, օրինակը բերեմ, որ գնաք լսեք սիմֆոնիկ երաժշտություն։ Բոլոր գործիքները ինչքան էլ լարած չլինեն, մեկը մյուսից ինչ որ փոքրիկ դիապազոններով տարբերվում է։ Դա է բերում օրկեստրի հզորությանը, հա։ Էլ չեմ ասում ստեղծագործողի եւ կատարողների ճիշտ այդ ամեն ինչը։ Վաղը թատրոնը կգրի ինտերնետին, ու ես շատ ուրախ եմ դրա համար, որտեվ կենթանի օրգանիզմ է, շնչող օրգանիզմ է ու իսկական։ Ամենից ամենից շարունակում է իր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր են այս բանին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք սմարթֆոնի ամենից ամենաաստղային ընկերների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Մենք եղել ենք այն մարդիկ, որոնք տեսել են ժամանակակից սմարթֆոնի նախահորը՝ լարով հեռախոսը, որով համար հավաքելիս սեղմում էինք ոչ թե կոճակների վրա, այլ պտտում էինք դիսկը, մատը համապատասխան թվով կլորակի մեջ դնելիս։ Արմեն Դալաքյան։ Մի բանով լավ էր այդ տարիները, որովհետև դու կարողանում ես քեզ նվիրել գրքին, սովորելուն։ Հետո եկավ սմարթֆոնների կամած դարը, բոլորդ կհիշեք, ամենալավագույն հեռախոսն այդ թվում, մելեզով ասած պոպոկ ջարդիչը։ Այն որ 9-րդ հարգիզոր գցեր ինքը մեկը չէր ջարդի։ Իսկ պստիկ հեռախոսեր կանաչ էկրանով, կնոպեչնի։ Да, алло, бабуль, я уже на родине. Հետաքրքիր գիտեք որ այն ժամանակ դու այդ հեռախոսի համար գնում էիր հատուկ տեղեր, որպեսզի կտրտած երգեր դնեն, որը մի 2-3 երգ էր տեղավորվում զանգի համար։ Ու զանգներ ոնց որ դաշնամուրով նվագասին են այդ վիճակով էր ու դա պահում էր։ Հետո աշնանաբար սմարթֆոններ առաջ եկան։ Правдян, возьми, спроси, кто это. Алло? Андрей? А кто его спрашивает? Ես հիմա օրինակ կերազեմ սմարթֆոնի փոխարեն օգտագործել կնոպեչնի հեռախոս, ինչի, որովհետև թե կորցնելու, թե ընկնելու հետ կապված, եմ որ դար չես անել, ընկավ։ Իսկ սմարթֆոնը, նամանատը թանկանոց սմարթֆոնը, որ մի հատ գցում ես գետնին, կամ ձայնն է փախնում, կամ էկրանն է ճաքում ու եռապատիկ գումար ես դնում, որ կարողանաս վերանորոգես։ Այն հարցին, թե որքանով են սմարթֆոնն ու պլանշետ ասվածները ինտեգրվել Արմենի կյանքի մեջ, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Ես օրինակ օգտվում եմ սմարթֆոններից եւ նաեւ պլանշետից հիմնականում օգտվում եմ երեկոյան, որ պարտում եմ պլանշետով մի քիչ ինքը էկրանը շատ մեծ է ու կարողանում ես YouTube-ով քո ուզած ինֆորմացիա նայել, թեկուզ ֆիլմ նայել, իսկ պլանշետով լավը այսօր այնա, որ դու կարողանում ես ինֆո հավաքել մեջը։ Օրինակ, այսինչ օրը հանդիպան ես, դու իրան մեջ գրանցես ու ինքը քեզ այդ ժամին գա, որ ծնգսնի ասի դու այսին ժամին հանդիպան ես, կամ բան ունես կարևոր, սմարթֆոնի վրա դու պահում ես։ Телефон 2, 2, 3, 3, 2, 2, 2, 2, 3, 3, 2, 2. Application-ներից հիմնականում չեմ օգտվում, եթե սենց խոսքը մեր մեջ ասեմ, ձևերն է չգիտեմ, application-ը իմանամ։ Հեռախոսը տենամ ասեմ, բայց ի՞նչ է։ Սոցցանցերից օգտվում եմ։ Application-ը ավելված են դրանք։ Հիմնականում ինֆորմացիայի աղբյուր եմ իրան օգտագործում եւ զանգի աղբյուր։ Это телевидение, да. Это отдел жизни привидений. Да. Իսկ ինչպես են դասավորվել Արմեն Դալաքյանի փոխհարաբերություններն արհեստական բանականության հետ։ Այդ հարցին ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը։ GPS-ը։ ChatGPT։ Այդ ո՞րն է։ Որ քեզ ընկերա դառնում։ Հա, չէ, դրանց ծառու եմ։ Ալիսան։ Չէ։ Ալիսայի հորքուրի աղջիկը։ Չէ,
Թե քեռու տղեն։ Այսօր կան մարդիկ, որոնք իսկապես կախված են սմարթֆոնից, առանց սմարթֆոնի չեն կարողանում ապրել, անգամ իրենց հարց ու պատասխանը սմարթֆոնի հետ են կատարում։ Այսօր ինչ եփել։ Ու սմարթֆոնը պատասխանում է, այսօր դու եփիր, չգիտեմ ինչ ու ինքը դա անում է։ Այդ արհեստական բանակցության հետ կապված մի բան հիշեցի, որ մի հատ ես իմ մանկությունը փորձեցի հետ բերեմ։ Այս տարիքից մանկություն ունեց համով փոքր երեխա դուրս եկավ ու պահել եմ այդ։ Ինձ թվում է կարելի է ցուցադրել, չէ՞, այդ նկարը։ Այդ ամենին Արմեն Դալաքյանը հավելեց. Կանչես ինձ Ալիսաներ, որ Ալիսա, скажи мне, չգիտեմ ինչ, կամ միացրա այս ինչ երաժշտություն է։ Դա արդեն ռոբոտացման process է գնում այսօրվա երիտասարդությանը։ Եթե դու ալարում ես երկու քայլ անես, քո ուզած երաժշտությունը միացնես, պարկած Ալիսա մի հատ են միացրու։ Անգամ կարող մի որոշ տարի հետո Ալիսան քեզ սնունդ է մատակարարի։ Ալիսա ինձ բեր խորոված ու Ալիսան ցես գալի բերում է խորովածը։ Այդ արդեն բունտ կնի։ Մի օր կլինի որ Ալիսան պատասխան տա, այդքան լավ տղա ես դու բեր։ Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է, թե ինչպես են դասավորվել իր փոխհարաբերությունները սմարթֆոնի հետ, դե իսկ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Եթե լինեմ առավել անկեղծ, սմարթֆոնն ինձ շատ օգնեց իմ կարիերայի զարգացման գործում, քանի որ մեր իրականության մեջ սոցհարթակներն ու առհասարակ համացանցն իր ամբողջ հնարավորություններով շատ նպաստում են կապեր ստեղծելու եւ ճիշտ ներկայանալու համար։ Գայանե Աղայան։ Իմ ամենակարևոր ինձ գովազդող, ինձ օգնող, սատարող դա իմ բջջային հեռախոսն է։ Ինքը շատ արագ ինձ օգնում է եւ նրա միջոցով ես տեղադրում եմ այն բոլոր նյութերը, իմ հաջողությունները, սպասվելիք ծրագրերը եւ այդ ամենը մարդիկ տեսնում են իմ առօրյան եւ անկախ ամենից ես կլինեմ աշխարհի որ ծայրամասում, ես կապը պահում եմ բոլորի հետ։ Տարիներ առաջ երբ որ մութ ու ցուրտ տարիներին ես այս սերունդն եմ ներկայացնում, որ ամբողջ օրը գրեթե լույս չէր լինում, մենք սպասում ենք սրտի թրթիռով այն ժամին, դա լինում էր գիշերը։ Կանայք մայրերը շտապում են իրենց խոհանոցում գործերը եւ այլն, իսկ մենք շտապում ենք հեռուստացույց դիտել։ Дамы и господа, добрый вечер. Мы находимся в Кастро-Каро на фестивале народной песни. Хорошо. А кто найбейни? Իսկ հիմա երեխաներին հասանելի է ամեն բան։ Հեր ժամանակ աշխատում էր հեռագիր ասված, այն ժամանակ աշխատում էր նամակը, հեռախոսը, որ այսպես կոդ էին հավաքում, որպեսզի կարողանային կապ հաստատել։ Եվ այդտեղ կար սերը, այսպես կար ջիգարը, կարոտը, իսկ հիմա դա վերացել է, որովհետև էմոցիան արդեն մարում է։ Ինչից է մարում, որովհետև մեր կյանքում եկավ սենսորային, էկրանային, պլանշետային հասկացությունը, եւ մենք գրեթե ամեն օր տեսնում ենք, լսում ենք, կապը տեսնում ենք մարդկանց հետ, եւ այդպես ասած էմոցիան, սրտի թրթիռը հետը մարում է։ День 255 642. В журнале сказано, что сегодня 700-летняя годовщина нашего пятилетия. Այս պահին հանդես եմ գալի որպես բլոգեր, իմ առօրյան կիսում եմ իմ հետևորդների հետ, երբ որ լինում եմ այս կամ այն միջոցառմանը, լինում եմ այս կամ այն երգչի հետ, ովքեր պետք է հնչեցնեն իմ երգերը, լինում են պրեմիերաներ, ես այդ ամենը տեղադրում եմ, սակայն այդ ամենը դու չես կարող ծառաբեռնել քո հետևորդներին 10 րոպե, 1 ժամ եւ այլն, դա արագ շատ հակիրճ պետք է ծրագրերի միջոցով մատուցես։ Մարդկանց թվում է դու այնքան ազատ ժամանակ ունես, ամբողջ օրը սոցկայքերում ես, ոչ հարգելիներս, դա շատ ժամանակատար է, բայց այնուամենայնիվ ես բավարարված եմ լինում, այսպես կտոր հավաքում եմ, օգտվում եմ հեռախոսներից, օգտվում եմ ծրագրերից, ներբռնում եմ այն ինչ պետք է եւ ես դա չարչարվում եմ մի քանի ժամ եւ մատուցում եմ 1 կամ 2 րոպեվա ընթացքում։ Ողջույն ընկերներ, տեսեք ով է եկել սպասված անակնկալը, մեր սիրելի Զարուհի Բաբայան, որը կերքի Երևան, սպասեք շուտով Զարուհի ջան։ Հուսով եմ, որ շատ գեղեցիկ։ Գայանեն անկեղծ խոստովանում է, որ ինքը միշտ քայլում է ժամանակին զուգընթաց եւ աշխատում է հետ չմնալ ոչ մի նորարարությունից, սակայն արհեստական բանականության հետ կապված ունի որոշակի վերապահումներ։ Ես ինքս չեմ ցանկանում երեխաներին մխրճվել դրա մեջ, ինքս որպես մանկաբարձ երբևէ չեմ օգտվում։ Այո, ես ինքը ներբռնեցի, որ հասկանամ ինչ էր ինձ ներկայացնում, ես իրեն հարց եմ տալիս, ինքս պատասխանում եմ, եթե ունեք ինֆորմացիա, օգնեք, որ ես այն ավելի լիարժեք կազմակերպեմ։ Այսինքն նշանակում է մի հանրագիտարան է սարքում մարդկանց մեր բոլորի հաշվին, հա, ես պետք է ջանք տապեմ, երան պետք է ներդնեմ, որպեսզի սովորեմ, սովորեցնեմ եւ կարողանամ ինքս
ինքս պեղեմ, գտնեմ բոլոր հարցերի պատասխանները։ Պետք չէ հույս դնել, փափագել, որ արհեստական բանականությունը եկավ փրկեց եւ գիտությունը նվաճման, այսպես ասած, հաղթանակին է տանում։ Для нас важен каждый ваш день. Այդ ամենին Գայանե Աղայանը հավելեց. Երբ որ մենք հյուր ենք լինում, ես ինքս իմ մեջ մոնիտորինգ եմ անում, երբ որ բոլորով նստած են լինում, հյուր ենք ազգականներով կամ ընկերական շրջապատում, հավատացած եղեք, երբ որ ահուրան շատ դրական է, մարդիկ շատ քիչ են դրանից օգտվում։ Վերջերս իմ հեռախոս հետ, չգիտեմ, ինչ կատարվեց, եւ ինտերնետը չէր ստացվում, եւ ես տունը մենակ էի եւ այնքան բազմաբնույթ գործեր արեցի, ու երբ որ ամուսինս եկավ, ինքը կարգավորեց, ես իմ մեջ այսպես մտածում էի, որ երևի շաբաթվա մեջ պետք է այսպես դեռնաթափում կատարել ինքներս մեզ, ոչ միայն դա կլինի ջրի տեսքով, սննդի տեսքով, այլ հենց պլանշետների տեսքով, որովհետեւ բավականին ինֆորմացիա մեր ուղեղում պետք է բեռնաթափենք հենց այս պլանշետները մխրճվել են մեր կյանքում եւ մենք պետք է փորձենք, ել եմ ասում, օգտվենք չափաբաժնով, վերցնենք միայն լավը։ Проведите пальцем, чтобы разблокировать лампу. Почему не работает? Наверное, Аладдин ее заблокировал. Մեր այսօրվա թեմային համահունչ պետք է անկեղծ խոստովանեմ, որ ես էլ անմասն չեմ մնում բոլոր այդ գadgetներից, արհեստական բանականությունից, on-line տիրույթից, որոնք ինձ օգնում են աշխատանքի մեջ եւ ծառայում ճիշտ նպատակին այս կամ այն հարցը կամ խնդիրը լուծելու պարագայում։ Եվ հենց on-line տիրույթում ես ծանոթացա մի հրաշք անձնավորության հետ, Ահունիկ Չոբանյան, որը անհատական ոճաբան եւ image maker է, սակայն ճակատագրի բերումով բնակություն է հաստատել եւ սկսել ստեղծագործել ու գործունեություն ծավալել Ուկրաինայում։ Ինչպես նշեցի, Ահունիկ Չոբանյանը անհատական ոճաբան է, image maker, շատ նորաձև մի մասնագիտություն մեր իրականության մեջ, որը հնարավորություն է ստեղծում սովորել ճաշակ, կիրթ ու գրագետ հագնվել, հասկանալ թե ինչպես կարելի է ներկայանալ շատ շքեղ, բայց ոչ պճնված կերպարով։ Եվ բնականաբար այս բոլոր պարագաներում օգնության են գալիս նրան էլ, թե գadgetները, թե արհեստական բանականությունը, թե on-line տիրույթը։ Մի խոսքով, այսօր ես Ահունիկ Չոբանյանին որոշեցի հյուրընկալել մեզ մոտ տաղավարում։ Իդեպ, օրեր առաջ Ահունիկ Չոբանյանը նշում էր իր ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ ամենից ամբողջ ստեղծագործական թիմի անունից ուզում եմ շնորհավորել ձեզ, մաղթել անսահման սեր, ներդաշնակություն, նորանոր ստեղծագործական մտքի թռիչքներ, եղեք միշտ երջանիկ ձեր հրաշք ընտանիքի հետ։ Մի ժամանակ հեռախոսը մենակ խոսալու համար, կապի պահելու համար դրա համար էր, բայց հիմա ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց հեռախոսի։ Միշտ նորությունների մեջ եմ, որովհետև Ուկրաինայում կռիվ է ու ես չեմ կարա առանձնանամ, վերջապես ես ընդեղ եմ основной ապրում, հիմիկվա դրությամբ ապրում եմ Հայաստանում, որովհետև Ուկրաինա կռիվ է, հետս ապրում են 2 երեխես, 2 տղա ունեմ, ամուսինս պակա Ուկրաինայում է, այնտեղ կարգավիճակա, որ տղամարդիկ չեն կարող դուրս գան։ Ես աշխատում եմ ստիլիստ Ուկրաինայում, հիմա շարունակում եմ իմ գործը Հայաստանում։ Հեռախոսը հիմա ես օրվա մեջ երևի մի քանի անգամ կարամ դնեմ այն կողմ, իսկ աստանա ժամանակը միշտ հետս է ու առանց դրա չեմ պատկերացնում ոնց կարելի ապրել։ Օրինակ, постоянный, որ աշխատում եմ մեջը պրոգրաման, էդի կանվա է։ Պրեզենտացիա եմ անում, բան մարդկանց ուղարկում, որովհետև ստիլիստ էդի մենակ օֆլայն չի։ Ես աշխատում եմ on-line ու կանվա приложение-ն շատ օգնում է ինձ։ Որ անում եմ on-line պրեզենտացիա, մարդը, например, գարդերոբը նկարում է, ցիֆրովիզացիա ենք անում, ուղարկում է ինձ ու իրանց ուղարկում եմ հետ։ Մի հատ էլ application կա, որ միշտ օգտագործում եմ Vokrenway։ Որը любой մարդը քաշի, մտնում է մեջը ու տենում է ինչ կազներ է եղել, կարա տրենդները նայի, ոնց որ ասած, ճաշակի զարգացում։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որովհետև փոխում է ոչ միայն մարդու տեսքը, այլ իր մեջի զգացմունքները, դաժե իր հանդեպ, ու ուրիշ մարդիկ սկսում են մի ուրիշ աչքերով նայել այդ մարդուն։ Կան մարդիկ, որ քաշված են կամ էլ неуверенные
իրանց մեջ ու իմ աշխատանքից հետո իրանք մի քիչ բացվում են, ուրիշ ձև են իրանց զգում, ու այդ իմ համար ամենամեծ գործն է, ոչ թե մենակ գարդերոբը դասավորեմ ու մարդկանց ուղարկեմ, այլ որ ես տնում եմ մարդը փոխվում է, ուրիշ ձև է արդեն ման գալի, խոսում, դա շատ կարևոր է։ Կլիենտները ինձ գտնում են Instagram-ով, ես զարգացնում եմ Instagram-ը, պլյուս սարաֆանն է ռադիո, որը մարդուն ասում է լավ է, կարակ գնաք։ Շատ մարդիկ կան, որ գալիս են ասում են մեզի մենակ թանկ լյուքս խանութներից, բայց հետո տենում ենք, որ այստեղ middle segment-ում շատ լավ բաներ կան ու довольно-таки էժան։ Առնում ենք ու իրանք շատ довольны են ու հասկանում են, որ էժան խանութներից կարելի է լավ ապրանք գտնել։ Մենակ որ չի որ թանկը լավ է, էժանը վատ։ Основной մասը ես աշխատում եմ Ուկրաինայում, բայց որ հիմա տեղափոխվեցի ժամանակավոր Հայաստանում, արդեն 3 ամիս է։ Ես շարունակում եմ ստեղ աշխատել, որովհետև իմ համար էսի հայրենիք է, դաժե որ լեզվով մի քիչ դժվարանում եմ, բայց в основном սա մարդիկ հասկանում են։ Բացի այն որ հեռախոսը իմ համար հիմա առաջնահերթ աշխատանք է, իմ համար այդ բանն է, որ ես կարող եմ խոսամ Ուկրաինայի ժողովրդի հետ, որովհետև շատ մարդիկ դրագոյ մնացել են այնտեղ, իսկ իմ հերնումերս ու ուրիշ ռոդսինիկներս ապրում են Ռուսաստանում։ Էդ էլ է շատ ինձ օգնում, որովհետև իրար պակա չենք կարող տենանք, կապ չկա ուրիշ բացի հեռախոսից։ Извините, телефон. Возьмите мои карты, пожалуйста. Տվյալ պահին իմ համար ChatGPT-ին ոնց որ թազա նյութ լինի, որովհետև ես շատ զգուշավոր էի այդ chat-ից, իսկ հետո որ քաշեցի ու սկսեցի օգտագործել, հասկացա, որ իսկական որ շատ լավ բան է։ Любой вопрос, даже իմ երեխեքը, որը կարան 100 հատ հարց տան, մամա, էսի ոնց, ես ասում եմ մի վարքյան, chat-ը միացնում եմ, իրանք հարցերը տալիս են ու գալասովոյ միացնում եմ, իրանք լսում են։ Փուճուրը կարա ասի 4 տարեկան է, Յանչիկը կարա ասի, մամա, որտեղից անձրև գալի, էսակուլան, քանի կիլո է, տարբեր հարցեր, մեկ չեմ հասկանում ինչ դաժե պատասխանել, зато ChatGPT-ին գիտի։ это волк, а вот тут волк, а тут волк, это волк, 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 волк. Իմ Instagram-ը արդեն դարել է в основном рабочий, տրենդեր եմ գցում, որ գույնն է նորաձև, բայց ընտանեկան բաներ եմ գցում, որովհետև իմ կյանքում դա առաջինն է։ Եվ վերջում ուզում եմ ասեմ 3 հատ լայֆ հակ, որը ձեր համար շատ օգտակար կլինի։ Առաջի լայֆ հակը պետք չի գնել տրենդերի հետևից, առաջի հերթին դուք ձեզ պիտի լավ զգաք շորերի մեջ ու վստահ։ Օրինակ, եթե դուք չեք կարող սիրուն մանգալ բարձրակրունգին, բայց դա տրենդը պետք է հակնել ու շատ զաժատ է իրան զգալ։ Ավելի լավ է ցածր կոշիկներով, բայց բարձր գլխով։ Это ты? Я в платье, волосы залиты лаком. Я всю ночь не спала, но я вооружена. Лучше не зли меня. Երկրորդ լայֆակը կապված է բիժուտերիայի հետ։ Եթե ժամանակին ընդունված էր, որ եթե հագնում ես ոսկի գույնի украшенник, остальное սախ պիտի լինի ոսկի գույն, то հիմա այդ պարտադիր չի ու կարելի է միքսավաճ անել ու շատ սիրուն է ստացվում։ Մի ձեռի վրա կարելի լինի տարբեր գույների մետալներ ու դա շատ սիրուն է նայվում։ Ու երրորդ լայֆ հակը կլինի, որ անցնեք իմիջը ու այնտեղ տնտնակ շատ լայֆ հակներ, որոնք կսովորեցնեն ձեզ ճիշտ հագնվել ու զգալ ձեզի շատ վստահ։
Եկել է պահը Օվենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Այս կամ այդ արխիվները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ Это Madonna։ Մադոննան, Իհարկե իմ սիրելի Մադոննան իրեն շատ է այլանդակել, բայց Մադոննան մնում է Մադոննա։ Մի ասա։ А чё она в таком состоянии? Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ այսօր այո, սմարթֆոնը իր օգտակար հատկանիշներով շատ օգնում է մեզ կյանքում, բայց սմարթֆոնը պետք է լինի ընդհանրապես օգնող, այլ ոչ թելադրող եւ ուղղորդող, եւ ամենակարևորը չգողանա մեզ մեր հարազատներից եւ իրականությունից։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրով սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։